Աբու Դաբիում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են տարածաշրջանային տարբեր հարցեր։ Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման առաջընթացը։ Նրանք ընդգծել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայի պահպանման կարևորությունը երկկողմ ձևաչափով։ Քննարկվել են նաև երկկողմ առևտրի մեկնարկին, Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումներին, ինչպես նաև թրիփ ուղուն վերաբերող հարցեր։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները։ Պետք է լիովին հասանելի լինի եւ թափանցիկ լինի ժողովրդի համար։ Հայաստանի նոր սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին, այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփույգ Գալյանը, պարզաբանելով գործընթացի մանրամասները, լեգիտիմության հարցն ու անկախության հռչակագրի վերաբերյալ քննարկումները։ Գալյանի խոսքով աշխատանքներն ընթանում են խիստ ինտենսիվ փուլում եւ այս պահին հիմնական շեշտը դրված է մարդու իրավունքների գլխի եւ առանձին ոլորտային կարգավորումների վրա։ Անկախության հռչակագրի հետ կապված մենք համոզելու խնդիր չունենք որևէ մեկին։ Ներքին օրակարգն է, արտաքին օրակարգ, մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Բազմաթիվ անգամներ շեշտել ենք, որ սահմանադրության հետ կապված աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո, այո, խնդիր չունենք համոզելու, որ դրա մասին չի խոսքը, որովհետև պատմությունը համոզիչ է արդեն։ Մենք աշխատանքները սկսել ենք 2018 թվականից, երբ դեռ պատերազմը չկար, եւ միակ բանը, որ ես հիմա կասեմ, մեր այն օրակարգն է, որով որ մենք առաջնորդվում ենք, եւ դա հետեւյալն է. խաղաղությունը, բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել եւ Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որը իր արտացոլումն անելու նաև սահմանադրության համատեքստում։ Ֆրանսիայի սենատը բանաձև է ընդունել, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անհապաղ ազատ արձակել։ Փաստաթուղթը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճնշում գործադրել Բաքվի վրա, ապահովելու նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հայտնել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի առաջարկած բանաձևին 183 ներկաներից 183-ն էլ կողմ են քվեարկել։ Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում, հայտնել է Փափազյանը։ Ֆրանսիացի օրենսդիրները նախազգուշացրել են, որ հայ գերիների շարունակական կալանքն ու դատական գործընթացները կարող են վտանգել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթների իրականացումը։ Փաստաթղթում նշվում է, որ թեև այդ հռչակագիրը պաշտոնապես հայտարարեց տասնամյակներ տևած հակամարտության ավարտի մասին, այն չի հասցեագրում հայ բանտարկյալների հետագա ճակատագրի հարցը։ Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած սկանդալային տեսանյութը, որտեղ քաղաքացուն բռնության են ենթարկում, հայհոյանքներ հնչեցնում։ Ըստ լրագրողի աղբյուրների, տեսանյութում խոշտանգվող տղամարդը ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Նրան բռնության են ենթարկել, որպեսզի կասկածյալը ներկայանա իրավապահներին։ Սյուզի Բադոյանը հայտնել է, որ ըստ իրեն փոխանցված տեղեկությունների, խոշտանգումն իրականացվել է ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ եւ բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ։ Իսկ ցուցմունքը խոշտանգման եղանակով կորձել է քրեական օպերլիազոր Հայկ Հակոբյանը։ Միջադեպի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ անձին բռնության իրականացրած եւ հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են։ Ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նշանակվել է ծառայողական քննություն եւ առերևույթ հանցագործության վերաբերյալ արդեն տրվել է հաղորդում։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը գտնվում է տնային կալանքի տակ, առողջական խնդիրների պատճառով այցելել է բժշկական հաստատություն։ Ինչպես հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը, բարերարը շարունակում է կորոնավիրուսային վարակի եւ թոքաբորբի հետևանքների դեմ ուղղված վերականգնողական բուժումը։ Ներկայումս նա անցնում է անհրաժեշտ թերապևտիկ կուրս եւ գտնվում է ակտիվ ապաքինման փուլում։
Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։ Նախատեսված է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային քննարկումները տեղի կունենան ուրբաթ օրը, հայտնել է Axios պարբերականը։ Նախորդին Իրանը պահանջել էր փոխել ԱՄՆ-ի հետ հանդիպման վայրն ու ձևաչափը, ցանկանալով, որ դրանք տեղի ունենան Օմանում։ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրենք տարբեր գործողություններ են կատարել եւ այժմ իրանական կողմի հետ ակտիվ բանակցային փուլում են։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն Իրանի հարցում քննարկում է շատ տարբերակներ, որոնցից մեկը ռազմական ուժի կիրառումն է։ Բանակցությունների կմեկնի ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Այս ամենի ֆոնին Թեհրանի երկնքում առաջին անգամ նկատվել են Ռուսաստանից գնված MiG-28N գիշերային որսորդ հարվածային ուղղաթիռները։ Միացյալ Նահանգների եւ Կոլումբիայի նախագահները հանդիպել են Սպիտակ տանը։ Սա երկու առաջնորդների առաջին առերես հանդիպումն էր լարված հարաբերությունների եւ փոխադարձ վիրավորանքների ֆոնին։ Գուստավո Պետրոն հայտնել է, որ Թրամփին է տվել երկրից դուրս բնակվող խոշոր թմրավաճառների ցուցակը։ Հանցագործները բնակվում են Մայամիում, Մադրիդում եւ Դուբայում։ Պետրոն կոչ է արել ԱՄՆ-ին համատեղ հետապնդել այս պարագլուխներին եւ սառեցնել նրանց ֆինանսական միջոցները։ Mi nieta, mi yerna, nuera. Չնայած երկու առաջնորդների միջև ավելի վաղ տեղի ունեցած կոշտ հռետորաբանությանը, հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Գուստավո Պետրոն շեշտել է, որ իր կյանքի 15 տարին նվիրել է նարկոմաֆիայի դեմ պայքարին։ Կոլումբիայի սենատի 35%-ը բանտում է հենց իր բացահայտումների շնորհիվ, նշել է Պետրոն։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հաստատել է, Թրամփը շատ դրական է տրամադրված եղել։ Նախագահները քննարկել են նաև այլ հարցեր, այդ թվում պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Լիբիայում սպանվել է նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին Սեյֆ Ալ-Իսլամ Քադաֆին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ 53-ամյա Սեյֆի մահվան մասին լուրերը հաստատել է նրա քաղաքական թիմի ղեկավարը։ Կրտսեր Քադաֆիի սպանության վերաբերյալ տարբեր փաստեր են պտտվում։ Նրա փաստաբանը հայտնել է, որ 4 հոգուց բաղկացած հրամանատարական խումբը հարձակում է իրականացրել Սեյֆի Զինտան քաղաքում գտնվող տան վրա ու մահափորձ իրականացրել։ Թե ով է հարձակումը ծրագրել, սակայն դեռևս հայտնի չէ։ Միևնույն ժամանակ Սեյֆ Քադաֆիի քույրը հայտնել է, թե եղբայրը մահացել է Լիբիայի եւ Ալժիրի սահմանի մոտ։ Քադաֆին գերի է ընկել եւ բանտարկվել Զինտանում 2011 թվականին։ Տրիպոլիի գրավումից հետո Քադաֆին փորձել է փախչել հարավաֆրիկյան ուժայիններից, սակայն մնացել է գերի։ 2017 թվականին համաներմամբ ազատ է արձակվել, մինչ օրս բնակվում էր Զինտանում, չզբաղեցնելով ոչ մի քաղաքական պաշտոն։ Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը կրկին գերազանցել է իր ռեկորդը։ Նա դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է $800 միլիարդ։ SpaceX-ը ձեռք է բերել Մասկի արհեստական ինտելեկտիվ եւ սոցիալական մեդիայի XAI ընկերությունը։ Գործարքը նրա կարողությունը մեծացրել է $84 միլիարդ, հասցնելով այն ռեկորդային $852 միլիարդ։ Մասկի նախորդ ռեկորդը սահմանվել էր դեկտեմբերին $700 միլիարդ։